Պարոն Բաբայան, 110 տարի անց մենք դեռ նույն բանն ենք պահանջում աշխարհից եւ Թուրքիայից, ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ դրանից բխող քայլեր անել, հա, պատասխանատվություն կրել։ Մենք գիտենք, որ հոլոկոստը ճանաչեց աշխարհը, Գերմանիան ճանաչեց եւ տեսանք, թե Իսրայելը դրանից հետո ինչեր ստացավ դրա դիմաց, հա։ Ինչ է պետք ի վերջո, որ եւս մի 110 տարի անց մեր ծերունդները նույն պահանջով հանդես չգան։ Ես կարծում եմ, որ այն իրավական գործընթացները, որոնք որ նախաձեռնվել էին, պետք է շարունակական լինեն։ Իրականում իրավական տարբեր մեկնաբանություններ կան, ցեղասպանություն իրավական եզրույթի ծագումը եւ ցեղասպանության հայերի ցեղասպանության տեղի ունենալու ժամանակագրական տարբերության հետ կապված իրավական թնջուկներ են բարձրացնում եւ այլն, բայց ես կարծում եմ, որ սա այն հանցակազմն է, որը որ վաղեմություն չունի։ Ոչինչ։ Չէ։ Եվ այս առումով կարծում եմ, այդ իրավական գործընթացները, որոնք որ նախաձեռնվել են, պետք է շարունակական լինեն, եւ կարծում եմ, որ ժամանակակից աշխարհի գիտակցումը եւ իրավական գիտելիքային մակարդակի է, որ այնուամենայնիվ մեծ եղերնի ճանաչումը, ցեղասպանության ճանաչումը դա հնարավոր է եւ անհրաժեշտ։ Բայց Հայաստանի իշխանությունը կարծես թե դա այլևս չեն ուզում առաջնահերթություն համարել, ասում են ուրիշ ավելի կարևոր գործեր կան։ Գիտեք ինչ, քաղաքական եզրույթների եւ քաղաքական մեկնաբանության մեջ ես չէի մտնի, ես խոսեմ որպես իրավաբան, ակնհայտ է եւ փաստ է եւ անհերքելի իրողություն է, իսկ անհերքելի իրողությունը մենք չենք կարող շրջանցել եւ անձամբ իմ տեսանկյունից խոսեմ, իմ նախնիները եւս ենթարկվել են ցեղասպանության եւ ես ինչքան էլ փորձեմ այդ հիշողությունը ջնջել դա հնարավոր չէ։ Դա հնարավոր չէ եւ այլ մեկնաբանություններ է սառումով իմ համար անցալելի չէ։ Իրավաբանության մեջ նույնիսկ ակնհայտ փաստերը, եթե դեռ պատշաճ քննության չեն ենթարկվել եւ չեն ապացուցվել, համապատասխան փաստերով, դրանից դեռ վերդիկտ չեն կայացնում, եթե իրավական լեզվով խոսենք։ Հիմա կարծես թե ակնհայտ փաստը, թեկուզ դրա համար իհարկե իրավական գործընթաց էսպայն պետք չէ, որ մենք իմանանք մեզ կոտրել են թե ոչ, բայց Փաշինյանը կարծես փորձում է տեղավորել դատական գործընթացների փուլը, ասում է եկեք մի հատ տեսնենք հələ պատմությունը ինչպես է եղել, ոնց է եղել, ով ում կոտրել, ինչպես են կոտրել նոր։ Այստեղ կա ինչ-որ քննության ենթակահարց։ Ես կարծում դրան քաղաքական մեկնաբանությունները տիրույթ են, իրավական մեկնաբանությունները այլ ռակուրսով է պետք դիտարկել։ Մենք ունենք փաստ, մենք ունենք մի շարք երկրների ուրեմն ցեղասպանության ճանաչում եւ պետք է ելնենք այդ ելակետից։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ։